Իշխանական Civic-ը փաստաթղթի պատճեն է հրապարակել, որը ըստ կայքի ազգային անվտանգության ծառայությունն է տրամադրել իրենց հարցմամբ։ Ըստ հրապարակման ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի, այսպես կոչված ԿԳԲ-ի հետ։ Նշվում է, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը նաեւ ծածկանուն է ունեցել։ Կարո Բացարձակապես զարմացած չեմ եւ ես ունեմ խոր վստահություն, որ իր համագործակցությունը սովետական ԿԳԲ-ի իրավահաջորդ ռուսական ՖՍԲ-ի հետ շարունակվում է։ Ինչ է ցույց տալիս տեղեկատվության այս արտահոսքը, որքանով այն կարելի է վստահելի համարել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այստեղ խնդրահարույց դրսևորում է տեսնում։ Եթե լուստրացիայի մասին ենք խոսում, օրինակ գաղտնի գործակալների ցանցի կամ համագործակցության վերաբերյալ այդ փաստաթղթերը տրամադրվում են կոնկրետ օրենքի շրջանակներում եւ մեր փորձից եմ ասում ցանկացած նմանատիպ հարցման պարագայում ԱԱԾ բաց այսպիսի փաստաթղթեր չի փոխանցում հատկապես լրատվամիջոցներին։ Իրավապաշտպանի խոսքով սա բերում է այն մտքին, որ ազգային անվտանգության ծառայությունը փաստաթուղթը իշխող կուսակցության կողմից ստեղծված լրատվամիջոցին տրամադրել է հրահանգով։ Հովհաննիսյանի կարծիքով խնդիր է փաստաթղթի նման կերպ հրապարակումը։ Նույն իրավիճակը ստեղծվել էր օրինակ Արարատ Միրզոյանի շուրջ մի քանի տարի առաջ եւ նա չհերքեց, այլ հաստատեց, որ համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի գիտաշխատող որպես այդ շրջանակներում համագործակցել կոնկրետ պետության հետ եւ պետական կառույցի հետ, այսինքն այդտեղ շատ դժվար է որևէ բան գտնելը եւ ասելը։ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով Եզրաս arczepiskopos Ներսիսյանի համար այս փաստաթղթի հրապարակումը որևէ հետևանք չի կարող ունենալ։ Նրա դիտարկմամբ փորձ է արվում լեգիտիմացնել այն գործողությունները, որոնք եկեղեցու շուրջ են տեղի ունենում։ Իսկ Դանիել Իոաննիսյանը ստեղծված իրավիճակը կապում է իշխանությունների կողմից լյուստրացիա չհայտարարելու հետ։ Դե ակնհայտ է, որ հիմա հրապարակվեց քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից։ Սա իհարկե խնդիր է, որովհետև մենք պետք է ունենանք լյուստրացիա, մենք պետք է բոլոր այդ անձանց իդենտիֆիկացնենք եւ հասարակական քաղաքական դաշտից դուրս հանենք։ Կաթողիկոսի եղբայրը Civic-ի հրապարակումների պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել 1986-ից 88 թվականներին։ Այդ ժամանակ նա եկեղեցու որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Մինչև այդ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս է եղել 88-ից Լենինգրադի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվը։ Եզրաս arczepiskopos-ը 2 ամիս առաջ Վլադիմիր Պուտինից Ալեքսանդր Նևսկու շքանշան է ստացել։